համաձայնագիրն էլ ինքնին իր բնույթով մի քիչ անորոշ փաստաթուղթ է, նախաստորագրվել է, երկրորդը մեծ հաշվով միջազգային իրավական առումով հստակ չենք կարողանում ասել, թե այդ փաստաթուղթը իր բնույթով ինչ է, պայմանագիր է, համաձայնագիր է, չգիտես ինչ է, ընդ որում մեր բոլորը հիանում են այդ։ Գիտեք, բոլորը հիանում են, որովհետև այդ պայմանագրի գլխին կանգնած է աշխարհի ամենահզոր գերտերության ղեկավարը, որը այս բան շատ լուրջ խնդիրներ ունի իր PR-ի հետ կապված։ Մենք տեսնում ենք, թե այդ մարդը ինչքան մեծ ուշադրությամբ է ամեն օր գրեթե ուղիղ եթեր դուրս գալի իր կաբինետից, արտահայտվում բոլոր հարցերի շուրջը, բայց ցավոք մենք միաժամանակ նաև տեսնում ենք, թե հաճախ Դոնալդ Թրամփը ինչ մակերեսային է պատկերացնում իրավիճակները, տեսեք հենց թեկուզ վերջի այդ Եգիպտոսի ամենավերջի էպիզոդը, որ վերցնենք, ես այդ անուններ շփոթել բան, դա էլ նույնիսկ արդեն չեմ ասում, հիշում եք շուռ եկավ դեպի Ալիևը եւ ասեց քո կամպանիոնը, այդ տերմինը կարծես օգտագործեց, ու տարբեր բառաներում կա, բայց կա նաև ազգակից, յուրային, պարտնյոր, նման ինչ որ իմաստ ունի անգլերենում, այսինքն իր համար այն որ հայերը 5000-միա քրիստոնյա ժողովուրդ են, իսկ ադրբեջանցիները մինչև հիմա դեռևս իրենց էթնոնիմի հետ կապված խնդիրներ ունեն, որ Ալիևը ադրբեջանցի է, բայց էթնիկ քուրդ է, հայերը հայեր են, այս ամեն ինչը մի կողմ, իր համար սա մի հատ հեռավոր, ասենք, չգիտեմ, Մոզամբիկի եւ Զիմբաբվեի միջև խնդիր է, որը մեր միջին վիճակագրական Երևանի հային հիմա որ ասես զարմացած կնայի քո վրա